Ձեր կարծիքով ինչու է 53 քննիչներ գրավվել Սամվել Կարապետյանի մեկ խոսքի քննությանը։ Երբ ինձ թվում անգրագիտությունից կամ ինչ որ ամեն մեկը մի բան ուզում է բարդի իր կարծիքով էլի։ Ուրիշ ինչ կարող եմ ասել։ Ամեն դեպքում շատ հիմար քայլ է սա։ Ման մարդուն չի կարելի ձեր վերաբերվել էլի։ Ամեն դեպքում Հայաստանում ներդրում ունի, հուսքալի է։ Եթե մի հոգի վերանա, ամեն ինչը կվերանա իր հետ։ Մատաղնիմ չեմ անում, ես այդ բաներով չեմ զբաղվում կների։ Բայց դժվար հարց տվեք, ես պատրաստ չէի պատասխանել ճիշտն ասած։ Բայց մի քիչ շատ չէ՞ քանակով։ Դե չափ ոչ թե շատ է, ընդհանրապես ես դեռ այդ խոսքի մեջ ոչ մի բան չեմ գտնում։ Հակապետական կամ հակակառուցական ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Զարմանալի բան է դա ուղղակի զարմանալի։ Սխալ է, այսքան քննիչոց կարելի է մի գործի համար հասարակ գործ։ Ճիշտ ասած ես չեմ հետազոտում քաղաքականությամբ։ Ճիշտ ասած այդքան ուշադիր չեմ եղել, բոլոր դեպքերում ինձ թվում է տեղյակ մարդու զրույցը պետք է հարցնեք էլի ներեցեք։ Սպորտի համար։ Գիտեք, ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, կներեք։ Չեմ կարող ասեմ քաղաքական չնով։ Ես դժը տեղեկ չեմ ինքը ինչ է ասել։ Որ ասել է եկեղեցու կողքին է կանգնել, ասել է մեր ձևով կանգնենք, Չեմ հիշում։ եւ հիմա 53-ը մի քիչ շատ չէ ռեսուրս ասել։ Ոնց որ շատ է, չեմ կարող հասկանալ։ Լոգիկ տրամաբանությամբ չի ստացվում հասկանալ 53-ը։ Եթե շատ բարդ է այդ գործը, կարելի է 2-3 հոգի անել։ 53 ես տեղյակ չեմ ընդհանրապես, ինձ համար դա նորություն է։ Զարանք, կաշմար։ Ուրիշ չգիտեմ, ճիշտ ասած չեմ զբաղվում այդ գործով։ Ինչ է կարծում, ինչ այդքան շատ քննիչներ։ Անկեղծ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում լսել։ Ճիշտ ասած, մանրունքներով վերջերս չեմ նայել։ Ես համարում եմ սխալ Սամվել Կարապետյանին ձերբակալել ընդհանրապես հակաազգային ինչ-որ ակցիա է, այդ մեկ, որովհետև ես Սամվել Կարապետյանին անձամբ գիտեմ, շատ արտակարգ մարդ է ու լավ էլ բարեգործ է։ Երկրորդը, չեմ ուզում մտնեմ, դուք ավելի լավ գիտեք ինչ մախինացիաներ են կատարվում, ոչ մի մաքրություն չկա աղջիկս։ Ինչու է 53 քննիչներ գրաված, ինչ է կարծում այդ Գիտեք ոնց, Աթաթուրքն է կամ Թալյատն է, ինչ-որ գործեր են արել կամ Նյուրնբերգյան դատավարությունն է, 53 քննիչ, ինչի համար, մաքրություն չկա, կարելի է շատ հանգիստ դնել պարզ երկու քննիչ, մի հատ դատախազ դատավոր, շատ պարզ ամեն ինչ, բայց իրենք պարզություն չեն ուզում են խառնել ջուրը, ջուր բղտորել, հասկանում եք, պապական խոսք է, չէ՞ որ ձուկ բռնես։ Էդի անլուրջ բան է, մենք հետևանքները գիտենք ինչ անելու, ոնց որ այսքան վաղ Նիկոլի գոյության օրոք մի հանցագործ չի դատվել, պարզ չի։ Թուրքական քաղաքականություն է տարվում, թուրքական քայլեր են, ես համարում եմ, որ Նիկոլը թուրք է, ու ինքը թուրքական քայլեր են, ոչ թե հայ դավաճանի քայլեր են, թուրքի քայլեր են, դրանով ենք եզրակացնում, որ ինքը թուրք է, ու ցավալի է, որ այս վիճակում ենք աղջիկս։